Այս երկիրը բառերով սիրելու երկիր չէ, ոչ էլ հեռադիտակով դիտվող երկիր է։ Սա համընդհանուր սիրո երկիր է, որի մայրաքաղաքը սկսվում է հենց Խրամատից։ Վազգեն Սարգսյանը իր հայրենիքի ներկան ու ապագան այսպես էր տեսնում։ Գրիչը զենքով փոխարինած հայրենի հողի վրա ամուր կանգնած հողը սրբացնող ու խաղաղության գինը իմացող Վազգենը պատերազմի մասին խոսելիս ասում էր. իհարկե աշխարհի ոչ մի ժողովուրդ պատերազմ չի սիրում, բայց չկա մի այնպիսի ժողովուրդ, որ չհարգի իր ազատագրական պատերազմը։ Նա լավ գիտեր, որ խաղաղությունը նվեր չէ եւ այն նվաճում են վճարելով ամենաթանկը։ Համախմբելով ժողովրդին նա կարողանում էր մարդկանց մղել պայքարի։ Հենց այդպես էլ ստեղծվեց 500 հոգանոց մահապարտների գումարտակ։ Կարելի է հավաքել տասնյակ հազարներ, ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ։ Այդ զորագունդը պիտի կրվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել մեռնելու հավանականությունը 50%-50%-ի նկատմամբ է։ Մենք երբեք ավելի մոտ չենք եղել մեր վերջնական հաղթանակին։ Էլի 1-2 քայլ, մի փոքր համբերություն, հանդուրժողականություն եւ 21-րդ դարը մերն է լինելու։ Նա վստահ էր, որ Շուշիում հայ ժողովուրդը հաղթանակ է տոնելու։ Ամբողջ հոգով ու էությամբ տարված էր Արցախի ազատագրմամբ ու հայոց բանակի ձևավորմամբ։ Հետագայում արդեն արցախյան գոյամարտի, ազգային բանակի եւ անկախության մասին խոսում էր խոնավ աչքերով, բայց հպարտությամբ։ Անկախությունը բացարձակ արժեք է, անկախության մասին ինչպես կարելի է հարց տալ։ Դա նույնն է ոնց որ ասես, ինչ կարծեք ես ծնողիդ մասին։ Անկախությունը բացարձակ արժեք է, անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է անկախությունը։ Ամեն ինչի հավաքականությունն է անկախությունը։ Մեր ժամանակների սպարապետը լի էր հույսով ու հավատով, որ հայոց պետականության վաղվա օրը լուսավոր ու պայծառ է լինելու։ Վազգեն Սարգսյանի գաղափարները շարունակվում են նաև երիտասարդների հոգիներում։ Այս տարի եւս Արարատում գտնվող Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը մարդաշատ է։ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը եւ Հայաստանի Պետական Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը, պատանի երկրապահներ, բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու ազգային հերոսին։ Երիտասարդներին բերում ենք, ներկայացնում ենք Վազգեն Սարգսյանի ապրած կյանքը, բոլոր այն արժեքները, որը ինքը ժամանակին թողել է մեզ։ Մենք միանշանակ կարևորում ենք երիտասարդների այցը թանգարան, որովհետև այստեղ նրանք ծանոթանում են սպառապետի կյանքին, գործունեությանը եւ անշուշտ կարևոր եմ համարում, որ ուսանողները ճանաչեն սպառապետին։ Այս թանգարանում կարելի է տեսնել ոչ միայն անձնական իրեր, այլև մանուկ, պատանի, երիտասարդ, զինվոր, քաղաքական գործիչ եւ սպառապետ Վազգեն Սարգսյանին։ Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում եւս հանդիսություն էր։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը զորամասի գրադարանին նվիրեցին տարատեսակ գրքեր, իսկ ծառայության ընթացքում կարգապահությամբ աչքի ընկած 10 զինծառայողներ պարգևների արժանացան։ Զինվորները խոստացան հայրենի հողի վրա ամուր կանգնել եւ այն պաշտպանելիս երբեք չվարանել։ Սպարապետը ծառ տնկեց, որի պտուղներից օգտվում են այսօրվա սերունդները եւ գնաց համալրելու հայ անմահների շարքերը։ Լիլիթ Դանելյան, Հակոբ Սարգսյան, Առաջին ալիք։